Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։ Սերգեյ, ուզում եմ սկսել մեր խոսակցությունը երեկվա այցի Միրջրանի Բրյուսել եւ այնտեղի պայմանավորվածությունների հետ կապված, քո կարծիքը եւ նաեւ մենք տեսանք, որ հստակ կարմիր գծով այսպես անընդհատ գնում էր Ռուսաստանի թեման։ Ռուսաստանը Բրյուսելում ներկայացված չէ, բայց երևի Հայաստանից հետո ամենաշատը իր մասին էին խոսում եվրոպացի պաշտոնյաները։ Համաձայն եմ ձեզ հետ, ինձ թվում է կան երկու հատ առաջնահերթություններ կողմերի մոտ, ըստ ինձ Հայաստանը այսօրվա առաջնահերթությունը, երբ որ խոսքը գնում է ԵՄ Հայաստան-Թուրքիա սերանկյունի մասին, հետևյալն է, հնարավորինս արդյունավետ օգտագործել այլ գործընկերներին, որպեսզի Թուրքիան կարողանա բացի սահմանը Հայաստանի։ Սա է հիմնական, ոնց ես եմ տեսնում, սա է հիմնական նպատակը, բայց ամեն ինչը ունի իր գինը։ Ըստ ԵՄ-ի եւ արդեն մյուս կողմի շահերի նայենք, դա ոնց են ասում, փիղը սենյակում լինի, ըստ ԵՄ-ի պարզեն հիմնական շահերը, իրանք ուղղված են նկատի ուղղակի Ռուսաստանի դեմ, առաջին հերթին, երկրորդ հերթին նոր Իրանի դեմ, եւ դա է հիմնական գինը։ Եթե Հայաստանը շահագրգռված է ցանկանում է ԵՄ-ին օգտագործի որպես միջնորդ միջոց Թուրքիայի հետ սահմանը բացելու, ուրեմն պիտի ինչ որ այլ քայլեր լինեն կամ առնվազն ԵՄ-ում ոնց մենք ըստ հայտարարություններից հասկացանք ակնկալվում են, որ Հայաստանը պիտի անի։ Մասնավորապես առաջինը ավելի խիստ հետևել սանկցիոն ռեժիմի, երբ որ ԵՄ կոչեց փաստացի բաց գործընկերներին հետևել այս ընդանուր գծին, երկրորդը դա ավելի սերտ հարաբերություններ ձևավորել Թուրքիայի հետ, որպեսզի նվազեցնել կախվածությունը Ռուսաստանի հետ, բայց կա շատ մեծ տարբերություն, երբ որ դու նվազեցնում ես, երբ որ դու ունես կախվածություն խնդրահարույց դաշնակցի հետ, այդպես sense ասեմ, կամ դու ունես կախվածություն քո թշնամու հետ։ Սա լրիվ տարբեր կոնֆիգուրացիաների մասն է։ Եթե Հայաստանում դա տեսնում են որպես դիվերսիֆիկացիայի հնարավորություն, այո, դու ինչ որ կախվածությունները բաշխում ես տարբեր խմբերի միջև, բայց խնդիրն այն է, որ դու բաշխում ես դա նաև այդ խմբի մեջ մտնում է նաև քո թշնամիները։ Եվ սա դառնում է ոչ թե դիվերսիֆիկացիա, այլ ԵՄ-ի տեսանկյունից, այլ ոչ թե Հայաստանի տեսանկյունից։ Սա դառնում է շրջադարձ, որ փորձում են հակառակ ուժեղացնել Թուրքիայի դերը տարածաշրջանում, երբ որ իրանք փորձում են կապեն Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան, այդտեղ ավելի առաջին դերը պիտի խաղա ոչ Թուրքիան, այլ Ադրբեջանն այս կոնտեքստում, որը Իրան դիրքավորում է որպես ոչ միայն Հարավային Կովկասի երկիր, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկիր եւ ասում է ֆորմատը փոխվել է, իրանք հիմա նաև այս տարածաշրջանի անդամել են։ Երկու բաներ կուզենայի ուշադրություն դարձնել։ Դու նշեցի Թուրքիայի այդ սահման բացելու հարցը, բայց ուղիղ մի քանի օր առաջ Խական Ֆիդանը հստակ նշեց, որ երբ կբացվի սահմանը, երբ որ Հայաստանը ստորագրի խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ։ Մենք տեսնում ենք Ադրբեջանը այս պահին մի քանի նախապայման ունի, բայց չի բացառվում, ինչպես արդեն մի քանի անգամ մենք տեսել ենք, որ հենց հայկական կողմը պատրաստ է արդեն նույնիսկ այդպիսի ցավոտ, ստորացուցիչ նախապայմաններ կատարել, չես ինչու միանգամից նոր նախապայմաններ հանդիպում։ Մի հատ այդ հացը մեկնաբանագիր դրանից հետո երկրորդ հացը։ Այո, Թուրքիայի դիրքորոշումը հետևյալն է, իսկ երբ որ մենք փորձագետների հետ հանդիպում ենք, իրանք ասում են, որ բացառվում է, որ Թուրքիան բացի լիովին բացի սահմանը Հայաստանի հետ, մինչև, ասենք ասենք, կանաչլուց չլինի Ադրբեջանից, որ Ադրբեջան բավարարված է եւ խաղաղության պայմանագիրը ստորագրված է։ Իսկ խնդիրը հետևյալն է, որպեսզի ստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, պիտի ռեֆերենդումը հաջողությամբ անցնի, որը կանցնի լավագույն դեպքում 2026 թվականի երկրորդ կիսամյակում, նշանակում է, որ պայմանագիրը կարող են ստորագրել լավագույն դեպքում 27 թվին, հետեւաբար առնվազն 2 տարի կամ մինչև սահմանը լիովին բացվի։ Բայց դա չի բացառում, որ սահմանը կարող է բացվի, օրինակ հիմնվելով ավելի քան 3 տարի առաջ որ պայմանավորվածությունը ձեռք են բերել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացիների համար։ Դա կարող է տեղ ունենալ, դա չի նշանակում, որ ընդանուր սահմանը բացված է։ Իսկ ինչ է վերաբերվում նոր պայմաններին Ադրբեջանի կողմից, դե ըստ ինձ ակնհայտորեն այդ պայմանները մենք արդեն տեսնում ենք օրակարգում, օրինակ Հայաստանը պիտի միանա առնվազն դիտորդի կարգավիճակով OTS-ին, թուրքական Organization of Turkic States թուրքական պետությունների կազմակերպության։ Այո, որ լավ կլինի, որ Հայաստանը այնտեղ ունենա դիտորդի կարգավիճակ։
սա նախապայման չի, սա որպես ուղղություն են հուշում։ Այնտեղ Հունգարիան կա, բայց Հունգարիան գոնե պատմական այսպես կա, որ այնտեղ կապ կա գոնե։ Մեր դեպքում հրապչակներն են նաև հունգարացի ժողովրդի այո, դրա համար իրանք Հայաստանը ոնց են։ Այստեղ իրանք դրա համար ստեղծեցին OTS Plus ֆորմատ, որ այն երկրները, որոնք անդամ չեն, կարող են համագործակցեն։ Եվ իրանք ընկալում են, որ առնվազն 3 պետություն պիտի համագործակցեն։ Մենք, Վրաստանը եւ Տաջիկստանը, որոնք չեն մտնում այս ընդհանուր կոնֆիգուրացիայի մեջ, բայց կարևոր են որպես ազդեցության, հնարավոր ազդեցության գոտու մաս այնտեղ լինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար նկատի ունեմ։ Բացի նրանից, այն հին մշտական ցուցակը դեր կա, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը, ինքը կա օրակարգում։ Եվ երբ որ փորձագիտական մակարդակում խոսում ենք, հասկանում ենք, որ սա ինչ որ ռետորական ինչ որ բան չի, որովհետեւ այստեղ շատ կարևոր հարց կա։ Եթե Ադրբեջանում մտածում են եւ այդ մեսեջները բաց կան, որ լավ կլինի, եթե գործող իշխանությունը երկար մնա Հայաստանում, որպեսզի իրանց հետ կարողանան այս խաղաղության օրակարգ առաջ մղեն։ Այլ դեպքում ինչու է Ալիևը անում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններ, ինչու է կանում հայտարարություն այսպես կոչված Զանգիզուրի միջանցքի մասին, նշանակում է, որ իրենց ընդհանրապես մի բան է լավ ասում, նույնիսկ երբ նայում ենք այդ հայտարարակ դատը հայ գերիների վերաբերյալ, ու այնտեղ փաստացի մեղադրանքները հնչում են ոչ թե հենց Լեռնային Ղարաբաղի հասցեին, այլ փաստացի մեղադրանքներն հնչում են Հայաստանի հասցեին, մեղադրվում են, որ Հայաստանն է այդ ամենը իրականացրել եւ հասկանալով, որ դա ցանկության դեպքում կարելի է օգտագործել պահանջելով փոխհատուցում եւ այլն։ Ապագայում այո, միայն այն դեպքում, եթե Հայաստանը չստորագրի այդ պայմանագիրը, որը բանեն արել, նախաստորագրել են, որովհետեւ այնտեղ կա կետ, որ Հայաստանն եւ Ադրբեջանը հետ են կանչում միջազգային դատարաններից հայտերը եւ ապագայում այդ հայտերը չեն ներկայացնում։ Եթե դա չլինի, այո, Ադրբեջանը պատրաստում է նոր փաթեթ, որպեսզի ներկայացնի Հայաստանի դեմ։ Նկատում եմ այդ օրակարգ Ադրբեջանում կա, նույնիսկ եթե դա հակասում այն շահին, որ լավ կլինի, որ այսօրվա Հայաստանը կարողանան պայմանագիրը ստորագրեն։ Եվ վերջի հարցը, նաեւ կապված, տեսեք, դուք արդեն նշեցիք այդ Ռուսաստանի հետ կապված, բայց դա ունենալու է տնտեսական արժեքներ, օրինակ մի քանի ամիս առաջ Օվերչուկը փոխվարչապետ Ռուսաստանի նույնիսկ գինը նշեց, Հայաստանին ինչ կարժանա, նաեւ նշեց, որ օրինակ միան մեկ պատժամիջոցին պետք է ռուսական ուղղաթիռները, ինքնաթիռները արգելեք, վայրեջքը, զվարթնոցում պետք է մեր բեռնա փոխադրումները, չեն կարող ընդհանրապես Ռուսաստանը բեռնա փոխադրումներ անել, ինչպես դա ԵՄ-ում է։ Այդ գինով է փոխհատուցելու, եթե ԵՄ-ն որևէ մեկին չի փոխում եւ նաեւ համեմատենք օրինակ Վրաստանը եւ Մոլդովան, չէ, երկու հետխորհրդային երկիր, որոնք եվրոինտեգրացիային ուզում անեն, մեկը միացել է պատժամիջոցներին եւ հստակ բոլոր կատում է տնտեսական աճ չկա, խորը ճգնաժամ, տեսնում ենք Վրաստանը, նույնիսկ մեզանից շատ ավելի լավ տնտեսական աճի ցուցանիշներ եւ այլն։ Այստեղ բարձր Հայաստանը ցույց կտրուկ քայլ չի անի, որովհետեւ կան ուղիղ չվերթներ, կան տնտեսական հարաբերություններ, կան էներգետիկ հարաբերություններ եւ ընդանուր այս մեծ փաթեթը փոխհատուցել ընդհանրապես հնարավոր չի այն պայմաններում, որոնք կան այսօր ԵՄ-ում, որովհետեւ ԵՄ-ում ավելի կարևոր կդառնա եւ այսօր կա այդ օրակարգը, թե ինչպես շարունակել աջակցել Ուկրաինային, որովհետեւ Հայաստանը այս առումով դեր երկրորդական ճակատ է, բայց մասամբ դա հնարավոր է, նկատում եմ գրանտերով կամ վարկերով փոխհատուցել որոշ փաթեթի մասերը։ Մեր արտաքին պարկը առանց դել այնց ռեկորդային է։ Այո, դա խնդիր չի լինելու։ Եթե նկատում եմ ԵՄ-ի համար, խոսքը նպատակների մասին է։ Եթե դու կարող ես լուծես քո հարցը այն հին անեկդոտի մեջ է, եթե դու կարող ես հարցը լուծես միակ գումարով, նշանակում է ինքը խնդիր չի, ինքը ընդամենը ծախսեր։ Եթե դու կարող ես ծախսերով լուծես ինչ որ խնդիրը, օրինակ Հայաստանում տնտեսական խնդիրներ Ռուսաստանի հետ, դու կարող ես դա փոխհատուցես, դա ընդամենը ծախս։ Մենք եշեմ տեսնում որևէ երկիր, որին ԵՄ-ն փոխհատուցել։ Չի նշանակում, որ դու պիտի զարգանաս։ Մոլդովայի օրինակով հիմնականում դու կարաս նորմալ գոյատևես։ Մինչև այլ կապերը քո չզարգանան։ Մինչև քո կապերը պայմանական Թուրքիայի հետ չզարգանան, Ադրբեջանի հետ չզարգանան, ու դու այս արևելք-արևմուտք կոնֆիգուրացիայի մեջ չհայտնվես։ Բայց դա ինչ որ կարճերանեկարային ինձ բան չի դեր։ Շնորհակալություն։ Alpha News-ի եթերում Սերգեյ Մելքոնյանն է։